Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Շերամի փողոցի մի բնակիչ տանն ապօրինի պահում եւ իրացնում է թմրամիջոցներ։ Տեղեկությունը ստուգվեց եւ հաստատվեց։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մարտի 10-ին դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց 52-ամյա տղամարդու բնակարանում։ Հայտնաբերվեցին եւ առգրավվեցին ավելի քան 92 գրամ ափիոն, 69 գրամ մարիխուանա, անհայտ ծագման հաբեր, շագանակագույն հեղուկով ներարկիչ, նույն գույնի հետքերով ներարկիչներ, տարաներ, կշեռքներ, ինչպես նաև դյուրակիր համակարգիչ, պլանշետ եւ բջջային հեռախոսներ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների ընթացքում ստացվեցին նոր տվյալներ, այս անգամ արդեն ապօրինի պահվող զենք զինամթերքի վերաբերյալ։ Մարտի 12-ին վարույթի շրջանակում խուզարկություն կատարվեց նաև տղամարդուն պատկանող ավտոտնակում։ Հայտնաբերվեցին օդաճնշիչ, մարտական ու մեկնարկային մեկական ատրճանակ, փամփուշտներ եւ զինամթերք։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։